Շնորհակալություն ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, քանի որ ժամանակը շատ կարճ է մնացել, ես կուզեմ կարճ համառոտ կերպով մի բանի վրա կանգ առնել, որ մեր հոգիները շինություն առնեն։ Նախ ես պիտի կարդամ Ղուկասի ավետարանից, Ղուկասի ավետարանի 7-րդ գլխից, մենք կարդում ենք 36 համարից, որ փարիսեցիներից մեկը, որի անունը Սիմոն էր, աղաչում էր, որ Հիսուսը մտնի իր տուն եւ հաց ուտի։ Եվ այդ ժամանակ երբ որ մտան տունը փարիսեցի Սիմոնի տունը մտան եւ ասма քաղաքի մեջ մի մեղավոր կին կար, երբ իմացավ թե անիկա փարիսեցին տունը սեղան նստել էր, շիշ մանուշահոտ յուղը բերավ, ետևի կողմեն անոր ոտքերուն քով կեցել, որ կեցել էր, գուլար եւ արցունքով սկսավ անոր ոտքերը թրջել, ու իր գլխու մազերով կսրբեր եւ կամփուրի անոր ոտքերը յուղով կոծեր, ու երբ տեսավ փարիսեցին, որ զանիկա հրավիրել էր կսեր իր մտքին մեջ, ասիկա եթե մեղավոր մարգարե լար, պիտի գիտնար թե ով եւ ինչպիսի կին է, իրեն դպչողը, վանսի մեղավոր է։ Ահա փարիսեցի Սիմոնի գնահատականը այդ կնոջ մասին, թե եթե ինքը մարգարե լիներ, նախ կասկածեց Հիսուսի եւ մարգարե եւ Աստծո որդու լինելը եւ հետո էլ ասեց եթե մարգարե էր ուրեմն կիմանար թե էսի ով է այս կինը որ մեղավոր կին է բայց Հիսուսին է կպնում եւ ուրեմն եւ Հիսուս պատասխան տվավ Սիմոն քեզի բան ունեմ ասելու մի խոսքով ժամանակի պատճառով ես կարճ ասեմ որ ասեց փող տվողը երկու պարտատա ուներ մեկը 500 դայեկան էր բարդ մեկը 50 Քան որ երկուսն էլ կարողություն չունեին, երկուսն էլ ներեց։ Հիմա կարող ես ասել, ով շատ կսիրի նրան, ասեց ով որ ավելի շատ էր պարկ, ասեց ուղիղ դատեցիր։ Եվ հիմա դառնալով դեպի անկինը սավ Սիմոնի 44 խոսքից։ Սիմոնին ասեց, ցույց տվեց այդ կնոջը եւ ասեց. Ուրեմն կտեսնես այս կնոջը Ուրեմն կինը սա Սիմոնի, կտեսնես աս կինը, ես կտունը մտա, դուն ոտքերուս ջուր չտվիր, բայց ասիկա իր արցունքով ոտքերուս թրջեց եւ իր մազերով սրբեց, դուն ինձի համբիր մչտվիր, բայց ասիկա հոս մտնելու ես իվեր, ոտքերես համբուրել են չտադարեցավ, դուն իմ գլուխս ծեթով չոցեցիր, բայց ասիկա իմ ոտքերես անուշահոտ յուղով ոցեց, ասոր համար կսեմ քեզի, ներված են ասոր շատ մեղքերը, անսի շատ սիրես, բայց որը որ քիչ կներվի անիկա քիչ կսիրե, ուսավ անոր քու մեղքերդ ներված են, եւ անոր հետ եղող սեղան նստողները սկսան իրենց մեջ ասել, ով է ասիկա, որ մեղքերի թողություն արկուտա, եւ ինքը սա կնոջը, քու հավատքդ քեզ բժշկեց։ Այստեղ մենք տեսնում ենք սիրելի եղբայրներ, քույրեր, մենք տեսնում ենք շատ հետաքրքիր մի բան։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այստեղ Փարիսեցի Սիմոնը երբ որ իր տունն էր հրավիրել, մի հատ ուրիշ կին եկա, որ մեղավոր էր, որ երևի թե ամբողջ քաղաքը ճանաչում էր իրան որպես մի մեղավոր կին, եւ այդ ժամանակ Հիսուսը Սիմոնին ասեց. տեսնում ես այս կնոջը, նայիր մի հատ այս կնոջը։ Իհարկե Սիմոնը տեսնում էր, բայց ուրիշ մտքով ասեց Հիսուսը, որ չհասկացավ, տեսնում ես այս կնոջը։ Եվ ինչ էր տեսնում, այդ կնոջը նայելով այդ Սիմոնը ինչ էր տեսնում, տեսնում էր մի մեղավոր կին, որ Հիսուսը իրավունք չուներ այդ մեղավոր կնոջ հետ շփվելու, իրավունք չուներ նրան դպչելու, բայց շարունակեց Հիսուս եւ ասեց Սիմոնին, դու ես քո տուն եկա, դու իմ ոտերս չլվացիր, չամփուրեցիր, իհարկե այն ժամանակ այդպիսի սովորություն կար, պատվավոր հյուրին պետք է ասենք ոտքերը լվանային ասենք համբույր տային Հիսուսը որպես ուսուցիչ նա պետք է համբյուրեր ունակ Հուդան էլ համբյուրեր չէ ասեց Հուդա մանով ես համբյուրով ես ինձ մատնում բայց ասեց այս կինը իր մազերով սրբեց իր արցունքներով լվաց իմ ոտքերից ես մազերով սրբեց Սիմոնը տեսնում էր ընդամենը մի մեղավոր կին բայց ինչ էր տեսնում Հիսուսը եղբայրներ քույրեր Հիսուսը այդ կնոջ մեջ տեսնում էր ապաշխարող մի կին հոգնած մի կին որ այս աշխարհի մեղքերից հոգնած էր, զզված էր, շատ ջրեր էր խմել, ասում է ջուրը եթե դու խմես նորից պիտի ծարավես, շատ անգամ խմել էր մեղքի ջրեր ու ծարաված էր ինքը արդեն,
էլի էր ծարաված, բայց լսեց Հիսուսի մասին, որ փարիսեցի Սիմոնի տունն է, եկավ, ոտքեր ընկավ եւ իր մասերով սրբեց նրան։ Սիրելիներս, մենք տեսնում ենք այստեղ երկու տարբեր բաներ։ Սիմոնը, որ փարիսեցի էր, այդ կնոջը տեսնում էր ընդամենը մի մեղավոր մարդու, որին չարժեր կպնել, բայց Հիսուսը, որ կյանքն էր ստեղծել, Հիսուսը, որ Աստված էր, նրան տեսնում էր մի ապաշխարող մարդու, նրա սիրտն էր տեսնում եւ դրա համար Հիսուսը ասեց Սիմոնին. Սիմոն, ես քո տուն եկա, դու ինձ պատիվ չտվեցիր, բայց ես կինը իր ամբողջ բանը իր մազերով սրբեց, իր ածունքներով լրված իմ ոտքերես եւ իր մազերով սրբեց։ Դու տեսնում ես այս կնոջը միայն արտաքինից, Սիմոն, բայց ես տեսնում եմ այս կնոջ սիրտը, տեսնում եմ նրա սրտի մեջ ինչ բան է այրվում, նրա սրտի մեջ կա խորը մեղավորության զգացում, եւ այդ մեղավորության զգացումն է, որ Հիսուսը ձգել էր նրան, եղբայրներ քուրեր, եթե օրենքը վանում էր մարդկանց, օրենքը տեսնելով մարդիկ վախենում էին, բայց ինչպես որ երբ որ ասենք լեռից իջացած բանը Մովսեսը 32-րդ գլուխ ելից կարդում են 20 համարում, երբ որ լեռից ցած իջավ, իրանք կուրք էին սարքել, կուրքը կոտրեց եւ չկարճ եմ ասում 3000 հոգի մահացան։ Օրենքը սպանեց մարդկանց, եղբայրներ քուրեր, բայց Հիսուսը ոչ թե օրենք էր կատարելու էր եկել, եղբայրներ քուրեր, նայել էր իջել ցած, նայել էր երկնքից իջել, եղբայրներ քուրեր, բայց նա իջել էր, նրա մեջ կար հզոր մի ուժ, նրա մեջ կար մագնիսական մի ուժ, որ ձգում էր մարդկանց, մեղավոր մարդկանց, Հիսուսը ձգում էր դեպի իրանց եւ դրա համար ասեց Սիմոն, տեսնում ես այս կնոջը, ինչ ես տեսնում, որ նայում ես, դու տեսնում ես ընդամենը մի մեղավոր մարդու, բայց ես տեսնում եմ նրա սրտի մեջ, որ նրա սիրտը այրվում է մեղքից, նա ուզում ապաշխարել։ Սիմոն, դու այդպես միայն արտաքինից ես տեսնում, օրենքը միայն արտաքինն է տեսնում, եղբայրներ քուրեր, բայց շնորհքն ու ճշմարտություն, ինչպես Հովանու ավետարանի առաջի գլուխ 17 խոսքում ասում, ինչպես Մովսեսը օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ձեռքով եղան։ Այո, օրենքը չէր կարող տեսնել այդ մեղավոր կնոջ ներսը, դա շնորհքն ու ճշմարտությունն էին, որ թափանցեցին այդ մեղավոր կնոջ ներսը եւ այդ մեղավոր կինը բժշկություն գտավ։ Ինչ ասեց վերջում Հիսուսը այդ կնոջը. գնա, քո հավատքդ քեզ բժշկեց։ Եղբայրներ քուրեր, թեպետ այդ կինը շատ բան արավ Հիսուսի համար, բայց Հիսուսը չասեց գնա, քո գործերը քեզ բժշկեցին, քո գործերը քեզ փրկեցին։ Նա ասեց գնա, քո հավատքը քեզ բժշկեց, քո հավատքը քեզ բժշկեց։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, մեզ բժշկողը ոչ թե մեր գործերն է, այլ մեր հավատն է, իսկ հավատքից հետո բխում է նաև գործերը։ Հիմա դու ում ես նման, սիրելի եղբայր եւ սիրելի քույրիկ, դու նման ես այն կրոնական Սիմոնին, այն փարիսեցի Սիմոնին, որ դու միայն արտաքինն ես տեսնում եւ մարդկանց մեղադրում ես։ Դու տեսնում ես Հիսուսին նման, թափանցում ես մարդու սիրտը եւ տեսնում ես նրա մեջ ապաշխարող մի մարդու, որ ցկտում է դեպի Հիսուսին։ Ինչ ես դու տեսնում։ Շատերը այսօր տեսնում են միայն արտաքինը եւ մարդկանց սկսում են մեղադրել եղբայրներ քուրեր, բայց Հիսուսը այդպես չի նայում եղբայրներ քուրեր, նա նայում է քո սրտին, ինչ կա քո սրտի մեջ, արդյոք դու ուզում ես իրան։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, Սիմոնի սիրտը շատ սառն էր, բայց Քրիստոսը, բայց այդ կնոջ սիրտը շատ ջերմ էր Քրիստոսի նկատմամբ։ Փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, եւ ես ասենք մի տեղ էլ կուզեմ կարդալ Եսայի մարգարեությունից, քանի որ ժամանակը ուշ է, վերջացնենք, אז ուրեմն Եսայի մարգարեության 48-րդ գլխի մեջ կարդում ենք 9-րդ խոսքից, բայց մինչև այդ ես երկու խոսքով ասեմ, որ այստեղ մարգարեն, որ Հիսուսից 700 տարի առաջ էր ծնված, նա հանդիմանում է Իսրայել ժողովրդի իրանց կստած սրտության, իրանց մեղքի համար եւ ասում է, որ դու ոչ լսեցիր, օրինակ 8-րդ խոսքում ասում է 48-8, դու ոչ լսեցիր, ոչ արգիցար, ես գիտեմ քո ականջը չբացվեցավ, ոնցի գիտցա, որ դու խիստ նենգավոր ես,
ու դու որովայնի ապստամբ կոչվեցար, անգամ որովայնից դու ապստամբ ես կոչվում, բայց 9-րդ խոսքում կարդում ենք. ես իմ անվանս համար բարկությունս պիտի ուշացնեմ եւ իմ փառքիս համար համբերող պիտի լամ քեզի, որպեսզի քեզ չկորսեցնեմ։ Նորից եմ կարդում 48:9 Եսայի. ես իմ անվանս համար բարկությունս պիտի ուշացնեմ եւ իմ փառքիս համար համբերող պիտի լամ քեզի, որպեսզի քեզ չկորսնեմ։ Իմ փառքիս համար ես պիտի համբերեմ քեզի։ Ինչքան համբերեց Հիսուսը։ Եղբայրները շատ դժվար է, գիտես, եթե մեկը քեզ խիստ նեղացնում է, խիստ բարկացնում է, քեզ հայհոյում է, չգիտեմ, ամեն ինչ անում է, դու երբ որ բարկանում ես, չես ուզում սպասես, ուզում ես անմիջապես բարկությունը թափել իր գլխին։ Բայց ամբողջ կյանքով հրաշ ժողովուրդը ապստամբեցին Հիսուսի դեմ, ապստամբեցին Աստծո դեմ, բարկացրեցին, բայց Աստված ասում է իմ բարկությունս պիտի ուշացնեմ։ Ինչքան ուշացրեց այդ բարկությունը եղբայրներ քուրեր, այդ բարկությունը ուշացրեց մինչև Գողգոթայի խաչվելը եղբայրներ քուրեր, եւ ամբողջ բարկությունը թափեց ոչ թե իր ժողովրդի Իսրայել ժողովրդի վրա, այլ մեղքի ամբողջ բարկությունից Աստված թափեց իր որդու վրա։ Ու դա էր պատճառը, որ մենք փրկվեցինք եղբայրներ քուրեր, փառք Տիրոջը ուշացրեց բարկությունը, ում համար ուշացրեց, որ ես եւ դու փրկվենք։ Հիմա դեռ մենք փրկված ենք նրա շնորհիվ, մենք ազատված ենք մեր մեղքերից, եղբայրներ քուրեր, եթե հավատանք, ուրեմն կտեսնենք այն փառքը, կտեսնենք այն նոր Երուսաղեմ քաղաքը, որ հիմերով հաստատված է, որի ճարտարապետն ու արարիչը Աստված է։ Եվ մեզ սպասում այդ քաղաքը, երանի նրան, ով այդ քաղաքի բնակիչ կլինի, եղբայրներ քուրեր, երբեմն ինձ հարց են տալիս, ես ասում եմ, բայց որ քաղաքն է լավ, Երևանն է լավ քաղաք, թե Երուսաղեմը, դուք ինչ եք կարծում, եղբայրներ քուրեր։ Իհարկե Երուսաղեմը միլիարդավոր, անսահման շատ ավելի լավն է, քան թե Երևանը կամ թե որևէ քաղաք։ Ուրեմն հույսով սպասենք մեր Տիրոջը, որ նա պիտի գա, եղբայրներ քուրեր, եւ քեզ պիտի չկորսեցնի, ասում է, իմ փառքիս համար համբերող պիտի լամ, որպեսզի քեզ չկորսեցնեմ։ Ինչքան է համբերել Տերը, որ քեզ չկորսեցնի, եղբայրներ քուրեր, այսօր շարունակում է համբերել, եղբայրներ քուրեր, ուրեմն եկեք այն մեղավոր կնոջ նման գանք Հիսուսի ոտքերի առաջ, եւ Հիսուսը մեզ կների, ինչքան էլ քո մեղքերը շատ լինեն, ինչքան էլ դու ամբողջ աշխարհում մեղավոր կոչվես, բայց միևնույն է Հիսուսը, որտեղ շատ եղավ մեղքը, այնտեղ շատ ավելի եղավ շնորհքը։ Ասենք փառք ես Տեր, շնորհակալ ենք մենք Իրանից, որ ամեն մեկին ընդունում է եւ մեզ ներում է ու իր փառքությունը ուշացնում է, որպեսզի քեզ չկորսնի։ Հիմա այստեղ ամեն մեկը թող մտածի, Տերը ուզում է Իրան չկորսնի, Տերը ուզում է քեզ չկորսնի, եղբայր կամ քուրիկ, թող Աստված օգնի քեզ, դու էլ այդ կնոջ նման արի Հիսուսի մոտ, ընկի նրա ոտքերը, եթե դու մեղավոր ես, քեզ զգում, եթե քո սրտի մեջ քո սիրտը քեզ դատապարտում է, արի Հիսուսի մոտ, նա քեզ չի հանդիմանի, նա քեզ օրենքը չի դնի, որ դու մեղավոր ես, ես քեզ չեմ ուզում կպնել, նա քո առաջ այդպիսի օրենքներ չի դնի, նա կձգի քեզ եւ կասիր գնա, քո հավատքը քեզ բժշկեց, ոչ թե քո գործերը քեզ բժշկեց, այլ քո հավատքը քեզ բժշկեց։ Եկեք սրտանց ասենք փառք Տիրոջը, եղբայրներ քուրեր, շնորհակալ ենք Տիրոջից իր ողորմության ու իր շնորհքի համար, իր սիրո համար, իր անսահման ողորմության համար, կանգնենք աղոթքի եւ այս աղոթքի մեջ հիշենք մեր քանաքերի ազատ եղբորը, որ հիմա ինֆարկտ տվել էս պահին ինձ հայտնեցին, աղոթ կանենք նաեւ իր համար։